Բարի օր սիրելի երոստատիտող, այսօր իմ նախնիների բաղադրատոմսերից մեկն եմ պատրաստելու, որը թարեր շարունակ, կարող ենք ասել դարիներ շարունակ, պատրաստել ենք մեր ընտանիքում ու ինքը շատ հայտնի է Արևմտյան Հայաստանի խոհանոցից, որը հավգիտով քյուֆտեն է։ Իրականում ինքը շատ նման է իջին, բայց իրա վերջում ավելանում է դապակված հավգիտ ու ավելանում է այդ քյուֆտային։ Ու իրա զանգվածը տենց է, որ բլղուրով է պատրաստվում, մեր հայկական խոհանոցում ինչ ուտեստներ, որ բլղուրով էր պատրաստվում, ասում էին քյուֆտա, այսինքն կապ չունի, որ ինչ-որ ցև են կանում եւ այլն, ինքը կարա լինի աղցանի նման։ Բայց շատ հետաքրքիր բաղադրատոմս է, ովքեր որ գիտեն, լսել են անունը, գիտեն, որ շատ անհամբեր բիդինային բաղադրատոմսին գրի առնեն ու պատրաստեն, իսկ ովքեր որ չեն գիտեր, ավելի հետաքրքիր է լինելու ձեր համար, որպեսզի հայկական քյուֆտեների ինչ որ քրքում ավելացնեք մի հատ նոր քյուֆտայի տեսակ։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 2 բաժակ մանր բլղուր, 6 հատ հավգիտ, 4 հատ հասած լոլիկ, 3 ճաշի գթալ լոլիկի մածուկ, գես կապ մաղդանոս, 1 հատ սոխ, 1-ից 2 բաժակ դակ ջուր, 3-ից 4 գթալ փրինցի կամ ցիտավտղի ցետ, ստև բաբեղ եւ կարմիր բաբեղ։ Ամենեն առաջ պետք է սկսենք սոխից, որովհետև սոխը պետք է տապակենք ու հետո կամաց լոլիկ ավելացնենք եւ այլն ու ամենավերջում բլղուրը ավելացնենք։ Դրա համար պետք է գտրատեմ սկզբում սոխը։ Իսկ սոխը գտրատելից կարող ենք շատ մանր գտրատել։ Ես կարմիր սոխ եմ օգտագործում, բայց դուք եթե գուզեք սպիտակ սոխ կամ դեղին սոխ էլ կարող եք օգտագործել։ Բայց կարևորը մի քանի շերտ եմ անում, որպեսզի մանրացնեմ ու այսպես մանր գտրատեմ։ Ավելացնում եմ կարակ, ավելացնում ենք սոխը, թողում ենք հանգիստ տապակվի ու մենք կգտրատենք լոլիկը։ Մինչ այդ արդեն ինքը լավ հոտեր կգցի, մեր կետրոն TV-ով, ուրեմն լոլիկը կտրատելու եմ մանր, իրականում ես փափուկ լոլիկ եմ օգտագործում, բայց նույնն է կարող եք եւ օգտագործել ինչ որ պահածոյացված լոլիկ եք թրել, եթե ամառը բանկաներով լոլիկ արդեն թրել եք, կարող եք այդ լոլիկներից էլ օգտագործել, խնդիր չէ, ուղղակի ուշադիր եք լինելու, քանի որ կարող է աղի լինի էդի, աղի մասը ուշադիր եք լինելու։ Դե ինչ, այս ապրանքները այսօր ամեն տեղից կգտնեք նամանավանդ ուտուտ սուպերմարկետից, բոլոր բանջարեղենները եւ ապրանքները կվերցնեք ու կգնաք տուն կպատրաստեք։ Հետո բոլորին կասեք այսօր մի հատ նոր հայկական քյուֆտայի տեսակ եմ սովորել համի գախնիկից շաղիկից։ Իսկ խաղարկության մասին եթե հարցնում եք, խաղարկությունը եղել է, ցեզանից մեկը այս րոպեին, որ ինձ նայում է, շահել է նոր բաղադրատոմս։ Այո, նոր բնակարան եւ նոր բաղադրատոմս ճիշտ է։ Իսկ նոր բնակարանից չեմ կարծեր, որ նոր բնակարանից եք նայում մեզ, քանի որ վստահ դեր հələ պետք է հավորեք, բայց շնորհավորում ենք եւ տարոսը ասում ենք հաջորդներին, որովհետեւ ուտուտը միշտ անելու այսպիսի խաղարկություններ։ Սոխը պատրաստ է, կարող ենք արդեն ամուսնացնել լոլիկին հետ ու շարունակել։ Օպա։ Կարող է լոլիկը շատ թվա, բայց ոչ, որովհետև մենք հետո իրան բլղուրին հետ պետքա խառնենք, ինքը պետքա շատ շրալի լինի, դրա համար մենք լոլիկը շատ ենք դնում։ Իսկ հիմա արդեն ավելացնելու ենք լոլիկի մածուկը, ջուրը եւ այլն, որ ինքը դառնա սոս։ Լոլիկի ջուր կամ լոլիկի մածուկ։
սև բղբեղ, կարմիր բղբեղը արդեն թրել եմ եւ աղ։ Արդեն ինչ անուշո դրեն այստեղ։ Մի քիչ ջուր եմ ավելացնելու, որպեսզի դառնա սոս։ Դե իհարկե սիլի ջուր եմ օգտագործում եւ խմելու եւ ճաշ պատրաստել։ Խառնում եմ, թողնում եմ եփկա։ Արդեն որ եփա գալիս, լոլիկները լավ եփած են լինում ու կարող ենք անջատել, բլղուրը ավելացնել։ Արդեն մեր սոսը կամած պատրաստվում է։ Ես էլ այստեղ մի հատ հավաքեմ, մաքրեմ, ցերկերս օջարեմ ու հետ վերադառնամ, որպեսզի ավելացնենք բլղուրը եւ հավգիտը տապակենք։ Իսկ այս ամեն ինչը ինչով ենք մաքրում եւ խոհանոցը ինչով ենք փայլացնում, ABC-ով։ Բարև ձեզ։ Սրանք մեր favorite product-ներն են, ABC, էսի ցերկի օջարը, որը եւ մաշկը լավ է պահպանում եւ շատ անուշ փույր է տալիս, իսկ էսի շատ լավ է մաքրում ամանները եւ իհարկե այս մեկը շատ լավ է հոտ տալիս եւ մաքրում մեր ամանները։ Դե ինձ սիրելիներս, հիմա եկել է իմ ամենասիրած պահը, որտեղ որ սոսի հետ արդեն բլղուրը պետք է ամուսնանա, իսկ ես ինչ բլղուր եմ օգտագործում, մանր բլղուր, միայն մարանիկի։ Մեր սոսը արդեն անջատում եմ, որովհետև եփված պատրաստ է։ Մի հատ խառնեմ, տեսնեք ինչ տեսակ է ինքը արդեն։ Տեսակ։ Yummy։ Հիմա 1 եւ 2։ Քանի որ անջատել եմ, հիմա միան կխառնեմ։ Լավ կխառնեմ ու կփակեմ։ Միջև որ ես հավգիտը տապակեմ, ինքը արդեն սոսը իր մեջ կքաշի։ Արդեն մեր օպերեյթերը մոտիկից նկարում է, դուք տեսնում եք ինչա կատարվում այստեղ ու հասկանում եք։ Էսի սենց, մի քիչ այստեղ ու բացում եմ, այսպես եմ անում ու թողում եմ հանգստանա։ Մոռանում ենք իր մասին ու տապակում ենք մեր հավգիթը։ Ստեղ ունենք 6 հատ հավգիթ։ Ավելացնելու եմ փրինցի ցետ։ Իրականում կամ կարող եք փրինցի ցետ ավելացնել կամ կարակ։ Ես, քանի որ կարակ ավելացրել եմ սկզբում, մի քիչ էլ փրինցի ցետ եմ ավելացնելու։ Եվ համի, եւ որագի, եւ առողջության համար։ Դե իհարկե, այս բոլոր ցետերը մենք վերցնում ենք սուշեֆից։ Դուք էլ, եթե ուզում եք, այս ցետերը բոլորը սուշեֆից կարող եք գտնել։ Հիմա արդեն ծվածեղը պետք է պատրաստենք։ Հիմա ովքեր որ նայում են այս բաղաթադոմսը կամ այս հաղորդումը գսեն շահը այսօր ոչ մի բան չպատրաստում, չունի բաղաթադոմս, հավգիթ է տապակում ուղագի։ Ոչ, այսի մեր բաղաթադոմսի մի իմաստն է։ Խառնում եմ։ Սենց ինքը օրենքով traditionally կամ ավանդականորեն պետքա սենց քիչ մը սպիտակ, քիչ մը դեղին լինի։ Ես իմ մեծ մամայից տենց եմ տեսել։ Տենց համաչափ դեղին չեմ տեսել։ Դրա համար ես էլ ձեր հետ տենց եմ տապակում։ Միջև որ հավգիթը տապակվի, ես արդեն կարող եմ իմ ազատ գեղը կամ մաղդանոսը կտրատել։ Ահա, մեր հավգիթն էլ տապակվեց, արդեն լավ չորա, քան որ լավ պետքա չորացրած լինենք։ Մեկ կողմ տնենք ու գնանք մեր քուֆտային նայենք։ Մեկ, երկու, երեք։ Մի քիչ տաք է ուշադրությամբ պետքա շաղենք։ Շաղեկը շաղում է, շաղեկը վարում է։
Շաղիկը վարվում է, ոչ թե վարում է։ Սերկով լավ շաղում ենք, ավելացում ենք հավգիթը։ Հատանոսը։ Ու խառնում եմ։ Թեթևակ ենք խառնում, այստեղ չենք շատ ջնշում, այսպես կամաց մատիկներով։ Ապա։ Արդեն պատրաստ ենք մատուցման։ Օպա։ Մեկ քիչ մանրված աղազատկեղից ավելացնում եմ։ Եվ այսօրվա բաղադրատոմսը հավգիթով եւ կարակով կուֆտան պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարեխորժակ։ Դե ինչ, արդեն մեր կարակով եւ հավգիթով կուֆտան պատրաստ է։ Իրականում կարակին դեղ եւ կարող եք դնական յուղ օգտագործել, եթե ունեք տունը, այսինքն իր այդ ամենակարևոր բաղադրիչը այդ կարակի եւ յուղի բահն է։ Եվ իհարկե հավգիթը։ Հիմա ես ուզում եմ համտեսեմ, որ անհամբեր եմ։ Հիմա իմ Գերտաստանից ովքեր որ նայում են, արդեն պատկերացնում են այս համովությունը, իմ մաման, իմ քույրիկի, իմ օգուտները եւ այլն, քան որ բոլորը արդեն պատրաստում են միշտ։ Դե իմս մի քիչ ուրիշ է, բայց դե ամեն մարդ համով է պատրաստում։ Ուզում եի ես մի քիչ սեբաբեղ ավելացել, ոչինչ առանց սեբաբեղ։ Վաու։ Շատ համով։ Մի խոսքով շատ համով է։ Անպայման պատրաստեք։ Իսկ մենք վաղ կհանդիպենք ժամը 9:00 եւ 17:00 Կետրոն TV եթերով։ Ցտեսություն։